Մայրաթոր Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տան դահլիճում մեկտեղվել են հաստատության սաները, նրանց հարազատներն ու գործընկերները։ Տոնական երգերով հանդիսավոր երաժշտությամբ ներկաները հրաժեշտ են տալիս անցնող տարին, ամփոփում են կիսամյակը։ Հայորդյաց տան սաները հանդես են գալիս համերգային ծրագրով, իրար հաջորդում են երգչախմբի, կիթառի, պարի, քանոնի, դհոլի դասարանների կատարումները։ Դհոլի դասարանը հանդես է գալիս ազգային ռիթմերի կատարումով, քանոնի դասարանը կիթառի դասարանի հետ միասին ներկայացնում է փոքրիկ նավակը, ինչպես նաև տոնական վալս, պարի դասարանը ներկայացնում է գյումրվա տրնգի ու այլ կատարումներ։ Ներկաներին ողջունեցին և իրենց բարեմաղթանքները հղեցին Տեր Վահրամ Քահանա Սարգսյանը, հայորդյաց տների ուսումնական գծով փոխտնօրեն Լիաննա Առաքելյանը, Արաբկիրի հայորդյաց տան տնօրեն Գայանե Աղաբեկյանը։ 26 թվականը կարծում եմ, որ պետք է շատ ավելի հաջողված լինի այն առումով, որ հայորդաց տունը հետաքրքիր մեծ քայլերով առաջ է շարժվում, բավականին երեխաներ են անընդհատ ընդգրկվում, նախատեսում ենք նոր դասարաններ բացել, որի արդյունքում ավելի աշխուժություն կլինի, ավելի հետաքրքիր կլինի մեր առօրյան և ավելի շատ երեխաներ կընդգրկվեն։ Հանդիսության ավարտին ներկաներին ողջունեց Ձմեռ պապը։ Հաստատության սաները տոնական միջոցառումից հետո նվերներ ստացան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տանը 22 դասարան է գործում, մոտ 400 երեխա հմտանում է երաժշտության, կերպարվեստի, սպորտի, լեզուների դասարաններում։